Ասում են Արարատը մերն է, դա դիվանքը մերն է, դա պատերազմ է։ Իսկ Բաքվում ինքնիշխան Հայաստանն են անվանում այսպես կոչված Արևմտյան Ադրբեջան։ Փաշինյանի գնահատմամբ վտանգավոր պրոցես է, ընդ որում վարչապետը նշում է, Ադրբեջանում սա պարզապես ներքին խոսույթ չէ, ուրեմն նախաստորագրված խաղաղությունը միայն ամերիկյան թղթերին մնաց, ըստ գործադիրի ղեկավարի պրոցեսը դեռ հասկանալ է պետք, անելիք ունենք նաև մենք։ Փաշինյանի խոսքով ռազմավարական գործարքի պետք է գնանք Ադրբեջանի հետ։ Եվ պետք է այդ պրոցեսը իր բոլոր պարամետրերով հասկանանք։ Պրոցեսի պատճառահետևանքային կապերը հասկանալով եւ պետականակենտրոն տրամաբանություն որդեգրելով, լեգիտիմ քաղաքականություններ որդեգրելով, որոնք մաքսիմալ անխոցելի են։ Եթե իրանք ասում են Արևմտյան Ադրբեջան եւ այլն, ինչը այստեղ Հայաստանում շատ ուժերի պետքա սահմանափակի, ասել հակառակը։ Եվ երբ որ ես ասում եմ, որ մենք եւ Ադրբեջանը եւ Հայաստանը պետք է ռազմավարական գործարքի տրամաբանության մեջ գնանք, սա նշանակում է, որ մենք զուգահեռաբար այս խնդիրը պետք է լուծենք։ Հայաստանի նոր սահմանադրության տեքստը պատրաստ է, բայց Արդարադատության նախարարի գլխավորած բարեփոխումների խորհուրդն առայժմ որոշում չունի մայր օրենքի նախաբանի հետ կապված, որտեղ էլ հղում կա մեր պետության անկախության հռչակագրին, իսկ սա, հիշեցնեմ, այն փաստաթուղթն է, որ մնացել է Ադրբեջանի նախագահի կոկորդին։ Խաղաղության պայմանագրին Ալիևը չի մոտենում տեքստի տակ ստորագրություն թողնելուն պատրաստ չէ, իբր այս պատճառով, չնայած Հայաստանի կառավարության հավաստիացումներին, սահմանադրական դատարանի դիրքորոշմանը, Բաքվում համարում են, թե մեր երկրի անկախության հռչակագիրն այնուամենայնիվ տարածքային պահանջներ է դնում իրենց դեմ, եւ թեպետ սահմանադրական բարեփոխումների խորհրդում հռչակագիրը մայր օրենքի նախաբանում պահել-չպահելու հարցը քննարկման նույնիսկ դեռ չեն առել, Փաշինյանը վերահաստատում է, սա կոնֆլիկտի հռչակագիր է, նույնիսկ կախվածության, ուրեմն պետք է հրաժարվենք։ Անկախության հռչակագրի խնդիրը եւ մեր սահմանադրության խնդիրը մեր ներքին խնդիրն է, որովհետեւ դա անհրաժեշտ է մեզ եւ ոչ թե ուրիշներին մեզ աշխարհում ճիշտ դիրքավորելու համար։ Դա ոչ թե անկախության հռչակագիր է, դա կոնֆլիկտի հռչակագիր է եւ արդյունքում կախվածության հռչակագիր է։ Ինչու՞։ Որովհետեւ երբ որ դու պատկերացրեք, դուք տեղափոխվել եք նոր բնակարան եւ ապրում եք մի ընդհանուր հարթակում եւ սպառնում եք ձեր եւ դիմացի եւ կողքի եւ հետևի եւ մյուս կողքի հարևաններին այդպիսով հռչակելով նաեւ անկախություն։ Դա ինչ է նշանակում։ Ոնց է այդ սպառնալիքների պայմաններում ապրելու այդ միջավայրում։ Բայց Ադրբեջանի սահմանադրությունն էլ իր հերթին հավակնություններ է ներկայացնում ամբողջ Հայաստանի նկատմամբ։ Սյունիքից Տավուշ, Վայոց ձորից Շիրակ, իրենց մայր օրենքում էլ հղում կա 1918-ից 20 թվականների, այսպես կոչված Ադրբեջանի դեմոկրատական հանրապետության երբեմնի նպատակներին։ Ինչպես է ստացվում, որ Հայաստանի սահմանադրության հղումն իր անկախության հռչակագրին խնդիրներ է ստեղծում խաղաղության համար, իսկ ադրբեջանական փաստաթղթի ձևակերպումը ոչ։ Լրագրողի այս հարցը վարչապետն անպատասխան թողեց, ինչ վերաբերում է հարևան Իրան հումանիտար օգնություն ուղարկելու, ապա Հայաստանի կառավարությունը պատրաստ է, կարիք լինի Իսլամական Հանրապետությունից խնդրանքի չեն սպասի, աջակցության ձեռքը միանգամից կմեկնեն։ Էդուարդ Պողոսյան, ժամը լրատվական։